Գիրք Ծննդոց, գլուխ 36. Եվ սրանք են Եսավի, այսինքն Եդովմի ծնունդները։ Եսավն իր կանայքը Քանանի աղջիկներից հնարավ, Քետացի Ելոնի աղջիկ Ադդան և Խևացի Սեբեգոնի աղջկա Անայի աղջիկ Ողիբաման և Իսմայելի աղջիկ Նաբեոթի քույր Բասեմաթը։ Եվ Ադդան ծնեց Եսավի համար Եղիփազը, Բասեմաթը ծնեց Ռագուելը, և Ողիբաման ծնեց Հեուսը և Հեգղոմը և Կորխը։ Սրանք են Եսավի որդիքը, որ ծնվեցան իր համար Քանանի երկրումը։ Եվ Եսավն առավ իր կանայքը և տղերքը և աղջկերքը և իր տան բոլոր մարդիքը և իր հոտերն ու իր բոլոր անասունները և իր բոլոր ստացվածքը, որ Քանանի երկրում ստացավ, և գնաց իր եղբայր Հակոբի երեսից մի երկիր, որովհետև իրանց ստացվածքը շատ էին, որ չէին կարող մեկտեղ բնակվել, և երկիրը չէր կարողանում տանել նրանց պանդխտությունը նրանց հոտերի պատճառովը։ Եվ Եսավը Սեիր սարումը բնակվեց։ Եսավը Եդովն է։ Եվ սրանք են Եդովմացիների հայր Եսավի ծնունդները Սեիր սարումը։ Եսավի որդկանց անունները սրանք են. Եսավի կնոջ Ադդայի որդին Եղիփազ, Եսավի Բասեմաթի որդին Ռագուել, և Եղիփազի որդիքն էին Թեման, Սեփով և Գոթամ և Կենես։ Եվ Թամնան Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որ Եղիփազի համար Ամաղեկը ծնեց։ Եսավի կնոջ Ադդայի որդիքը սրանք էին։ Եվ Ռագուելի որդիքը սրանք են. Նահատ, Զարա, Սամմա ու Մեզա։ Սրանք են Եսավի կնոջ Բասեմաթի որդիքը։ Եվ Եսավի կնոջ Սեբեգոնի աղջկա Անայի աղջիկ Ողիբամայի որդիքը սրանք են։ Եվ ծնեց Եսավի համար Հեուսը և Հեգղոմը և Կորխը։ Սրանք են Եսավի որդիների իշխանները։ Եսավի անդրանիկ Եղիփազի որդիներինը Թեման իշխան, Օմար իշխան, Սեփով իշխան, Կենեզ իշխան, Կորխ իշխան, Գոթամ իշխան, Ամաղեկ իշխան։ Սրանք են Եդովմի երկրումը Եղիփազի իշխանները։ Սրանք Ադդայի որդիքն էին։ Եվ Եսավի որդի Ռագուելի որդիքը սրանք են. Նահատ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մեզա իշխան։ Սրանք են Եդովմի երկրումը Ռագուելի իշխանները։ Սրանք Եսավի կնոջ Բասեմաթի որդիքն էին։ Եվ սրանք են Եսավի կնոջ Ողիբամայի որդիքը. Հեուս իշխան, Հեգղոմ իշխան, Կորխ իշխան։ Սրանք են Եսավի կնոջ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։ Սրանք են Եսավի, այսինքն Եդովմի որդիները, և սրանք են նրանց իշխանները։ Եվ այն երկրումը բնակվող Քորեցի Սեիրի որդիքը սրանք են. Ղոտան և Սոբաղ, և Սեբեգոն և Անա, և Դիսոն և Եսեր և Դիսան։ Սրանք են Սեիրի որդիք Քորեցիների իշխանները Եդովմի երկրումը։ Եվ Ղոտանի որդիքն էին Քորի և Հեմամ, և Ղոտանի քույրը Թամնա։ Եվ Սոբաղի որդիքը սրանք են. Գաղուան և Մանաքաթ և Գեբաղ, Սեփով և Օնամ։ Եվ Սեբեգոնի որդիքը սրանք են. Այյա և Անա։ Սա այն Անան է, որ իր հոր Սեբեգոնի Էշերն արածեցնելիս անապատումը ջերմուկներ գտավ։ Եվ սրանք են Անայի որդիքը. Դիսոն և Անայի աղջիկը Ողիբամա։ Եվ սրանք են Դիսոնի որդիքը. Ամադան և Եսպան, և Հեթրան և Քարան։ Սրանք են Եսերի որդիքը. Բաղան և Զավան և Ական։ Սրանք են Դիսանի որդիքը. Հուս և Արան։ Սրանք են Քորեցիների իշխանները. Ղոտան իշխան, Սոբաղ իշխան, Սեբեգոն իշխան, Անա իշխան, Դիսոն իշխան, Եսեր իշխան, Դիսան իշխան։ Սրանք են Քորեցիների իշխանները Սեիրի երկրումը իրանց իշխանությանը գավառների համեմատ։ Եվ սրանք են այն թագավորները, որ Եդովմի երկրումը թագավորեցին Իսրայելի որդկանց վրա մի թագավոր թագավորելուց առաջ։ Եվ Բեովրի որդին Բաղան թագավորեց Եդովմումը, և նրա քաղաքի անունը Դեննաբա էր։ Եւ Բաղան մեռավ, և նրա փոխանակ թագավորեց Բոսրացի Զարայի որդի Հովաբը։ Եվ Հովաբը մեռավ, և նրա փոխանակ Թեմանացոց երկրից Հուսամը թագավորեց։ Եվ Հուսամը մեռավ, և նրա փոխանակ Բադադի որդի Ադադը թագավորեց, Մովաբի դաշտումը Մադիանացիներին կոտորողը։ Եվ նրա քաղաքի անունը Ավիթ էր։ Եվ Ադադը մեռավ, և նրա փոխանակ Մասրեկացի Սամաղան թագավորեց։ Եվ Սամաղան մեռավ, և նրա փոխանակ գետի մոտ լինող Ռոբովթից Սավուղը թագավորեց։ Եվ Սավուղը մեռավ, և նրա փոխանակ Աքոբորի որդի Բաղանանը թագավորեց։ Եվ Աքոբորի որդի Բաղանանը մեռավ, և նրա փոխանակ Ադադը թագավորեց։ Եվ նրա քաղաքի անունը Փոգով էր, և նրա կնոջ անունը Մետաբեել,
որ Մեզաապի աղջկա Մատրեթի աղջիկն էր։ Եվ սրանք են Եսավի իշխանների անունները իրանց տոհմերի և իրանց տեղերի համեմատ իրանց անուններովը. Թամնա իշխան, Գաղուա իշխան, Հեթաթ իշխան, Ողիբամա իշխան, Էլա իշխան, Փինոն իշխան, Կենեզ իշխան, Թեման իշխան, Մապզան իշխան, Մագեդիել իշխան, Իրամ իշխան։ Սրանք են Եդոմի իշխանները իրանց բնակությանը համեմատ իրանց ստացվածքի երկրումը։ Այս է Եսավը, Եդոմացիների հայրը։